Ախտորոշիչ լաբորատորիաները երկրում թարմացնում են ISO ստանդարտները։ Մեկ ամիս է ինչ Արաբգիր բժշկական համալիրում փակցրել են նոր սերտիֆիկատը։ Որակի կառավարման համակարգներ դնելու պահանջը առողջապահության նախարարությունից է։ Սահմանված վերջնաժամկետը այս տարվա մարտն էր։ Մենք փետրվարին արդեն ունեինք սերտիֆիկատը եւ իհարկե նամակով տեղեկացրեցինք նախարարությանը, որ մենք արդեն ունենք հավասարագրված լաբորատորիա ենք։ Այստեղ սիրում են մեջ բերել այն ինչ անում ես գրի, ինչ գրում ես արա ոսկե կանոնը։ Գործընթացի պահանջներն ասում են բազմազան էին տեխնիկական որոշ նրբություններից մինչև աշխատակիցների ու բուժառուների համար ուղեցույցների մշակում, այցելուների կարծիք գնահատումից անձնակազմի հաստիքացուցակին համապատասխանություն։ Իրենք բժշկության այն օղակն են, առանց որի հնարավոր չէ կազմակերպել հիվանդությունների ախտորոշումը թե մեծահասակների, թե երեխաների համար։ Հիմա նաև նորածնային սքրինինգով են էնդոկրին որոշ շեղումներ հայտնաբերում, նկատում է լաբորատորիայի ղեկավարը։ Այս պահին լաբորատորիայում իրականացնում ենք թվով 250 եւ ավել հետազոտություններ։ Նշեմ, այդ հետազոտությունները անցնում են որակի ներքին եւ արտաքին վերահսկում, որն էլ համապատասխանում է որակի ստանդարտներին։ Որակի կառավարմանը զուգահեռ լաբորատորիաներն անընդհատ տեխնիկա են թարմացնում, ինչի շնորհիվ հետազոտությունները շատ ավելի արագ ու ճշգրիտ արդյունք են ունենում։ Այս սարքն օրինակ մի կողմում արյան բիոքիմիական, մյուս հատվածում իմունոլոգիական անալիզներ է անում, նախկին ժամի փոխարեն 15 րոպեում։ Մեկ ուրիշ վերլուծիչ ցուցանիշների այլ խումբ է տալիս։ Ստուգում ենք վիտամինները, վիտամին B12-ը, վիտամին D-ն, ֆոլաթթուն, ինչպես նաև հորմոններն ենք ստուգում։ Խելացի տեխնիկան էականորեն կրճատել է մարդկային ֆակտորը, նմուշներն այժմ սարքես բեռնում, էկրանին հայտնվում է առողջական շեղումների ամբողջ շարքը։ Ժամանակին ամեն ինչ ձեռքով էին անում, հիշում է 70-ական թվականներից լաբորատորիայում աշխատող Տիկին Նանուլին։ Նախկինում մեզի նստվածքները նայում էին մանրադիտակի տակ, տարանջատելով լեկոթի, տեպիթել, բայց հիմա այդ գործողությունները անում է անալիզատորը, որը ավտոմատ կերպով ինքը դիֆերենցիում է բոլոր էլեմենտները։ Այստեղ ասում են հիվանդի խնդիրն առաջինն իրենք են տեսնում, վստահեցնում, պատասխանը լաբորատորիայից ելք անում առողջության մաղթանքով։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան լուրեր։